Սա այն պատմությունն է, որ շատերս ապրել ենք, բայց քչերն են խոսում դրա մասին։ Մի օր դու վստահում ես, բացում ես քո թույլ կողմը, ցավը, վախը, անորոշությունը։ Մտածում ես, որ նա քեզ մոտիկ է և հասկանում է, իսկ հետո հենց այնտեղ, որտեղ ամենից շատ ես ցավում, հարված են հասցնում։ Ոչ թե պատահաբար, այլ գիտակցաբար, որովհետև մարդիկ հաճախ ոչ թե քո ուժն են նկատում, այլ քո թուլությունը, և հենց որ գտնում են այն, սկսում են հարվածել։ Այս տեսանյութում ես պատմում եմ, ինչպես եմ ես սխալվել, երբ բացել եմ իմ թույլ կողմը, ինչպես են մարդիկ օգտագործել դա իմ դեմ, և ինչ եմ հասկացել դրանից հետո։ Սա դաս է, որ արժեր ավելի վաղ սովորել, որովհետև աշխարհում կան մարդիկ, ովքեր սիրում են հարվածել, հենց այնտեղ, որտեղ դու ամենաթույլն ես, և հիմա ես այլևս ոչ մեկի ցույց չեմ տալիս իմ թույլ կողմը։ Գիտեք, կա մի բան, որ շատերս սովորում ենք միայն ցավով, ես էլ եմ սովորել, և հիմա ուզում եմ պատմել ձեզ այդ մասին, առանց կեղծիքի։ Մի ժամանակ ես մտածում էի, որ եթե մարդուն ցույց տաս քո թույլ կողմը, նա ավելի մոտ կգա, կմտածի՝ այս մարդը վստահում է ինձ ու կսկսի հարգել, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Ես բացել եմ իմ թույլ կողմը, ցույց եմ տվել, թե ինչն է ինձ ցավեցնում, ինչից եմ վախենում, որտեղ եմ անորոշ։ Մտածում էի, սա վստահության նշան է, իսկ հետո նկատեցի մի բան. հենց այն պահին, երբ մարդը տեսնում է քո թույլ տեղը, նրա աչքերում ինչ-որ բան փոխվում է։ Իհարկե ոչ բոլորի մոտ, բայց շատերի մոտ։ Նրանք սկսում են հարվածել հենց այնտեղ, ոչ թե պատահաբար, այլ գիտակցաբար, որովհետև մարդիկ հաճախ ոչ թե քո ուժն են փնտրում, այլ քո թուլությունը, և երբ գտնում են այն, սկսում են օգտագործել։ Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ ժպտում քո երեսին, իսկ հետո խոսում են քո մասին այնպես, կարծես դու արդեն պարտվել ես։ Տեսել եմ, թե ինչպես են վերցնում քո ասած խոսքը ու շրջում այն քո դեմ։ Տեսել եմ, թե ինչպես են սպասում այն պահին, երբ դու կընկնես, որ հետո ասեն՝ ես գիտեի։ Եվ ամենից ցավալին այն է, որ երբեմն դա անում են հենց նրանք, ումից ամենաքիչն էիր սպասում։ Նրանք այն մարդիկ էին, որոնց վստահում էիր, մարդիկ, որոնց հետ բաց էիր խոսում, մարդիկ, որոնց ցույց էիր տվել այն, ինչը ոչ մեկին ցույց չէիր տա։ Այդ պահին ես հասկացա մի պարզ, բայց դաժան ճշմարտություն. աշխարհում շատ են նրանք, ովքեր սիրում են հարվածել, ոչ թե որովհետև դու վատ ես, այլ որովհետև իրենց համար ավելի հեշտ է հարվածել թույլին, քան կանգնել ուժեղի դիմաց։ Թույլ կողմդ նրանց համար ոչ թե վստահության նշան է, այլ թիրախ։ Հիմա ես այլևս չեմ անում այդ սխալը, ես չեմ բացում իմ թույլ կողմը ոչ մեկի առջև, ոչ ընկերոջ, ոչ ծանոթի, ոչ նույնիսկ այն մարդու, ով ասում է ես քո կողքին եմ, որովհետև ես արդեն գիտեմ ինչ է լինելու հետո։ Սա չի նշանակում, որ ես փակվել եմ, սա նշանակում է, որ ես սովորել եմ տարբերել, սովորել եմ, թե ում կարելի է ցույց տալ ուժը և ում ոչ։ Սովորել եմ, որ իմ ներքին աշխարհը իմն է, և ոչ ոք իրավունք չունի մտնել այնտեղ առանց իմ թույլտվության։ Եթե դու էլ երբևէ բացել ես քո թույլ կողմը ու ստացել ես հարված, գիտես ինչի մասին եմ ես հիմա խոսում։ Եթե դեռ չես արել, լսիր այս խոսքերը, որովհետև կան մարդիկ, ովքեր սպասում են հենց այդ պահին, և երբ դու ցույց ես տալիս քո թույլ տեղը, նրանք չեն օգնում, նրանք հարվածում են։ Ու հիշիր, ոչ մեկի ցույց չտաս քո թույլ կողմը, մարդիկ հարվածել շատ են սիրում։